Ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղեթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նեգատիվ էներգիայի առկայության մասին, իմ ուղիղեթերները իրենք շատ յուրահատուկ ուղիղեթերներ են, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ, կա արդյոք թուղթուգիր, կա արդյոք անեզք, կա որևէ տեսակի այլ նեգատիվ էներգետիկա, եթե ես զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը որևէ նեգատիվի պատճառով է, ես դա սիրելիներս նույնպես բարձրաձայնում եմ, դուք էլ ի պատասխան իմ կատարած գործողությունների գրեք ձեր լայքերը, դրեք ձեր սրտիկները, ուղարկեք ձեր մեկնաբանությունները, նվերները, նման ձևով դուք էլ ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Գրանցվեք иմ ալիքներից, նման ձևով нույնպես դուք ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье, дорогие мои, у меня 2-часовой прямой эфир именно на ТикТоке, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Дорогие мои, вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы буду отвечать. Мой прямой эфир уже начинается. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Ասկանը սիրելիներս, սկսում ենք մեր ուղիղեթերը։ Գոհար 36 տարեկան վիրահատությունը ինչպես կանցնի։ Գոհար 36 տարեկան վիրահատությունը ինչպես կանցնի։ Կա խնդիրներ, սիրելի Գոհար, կա դժվարություններ, վախենում եք, սիրելի Գոհար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ։ Ուշադրություն դարձրեք, բացի դրանից, սիրելի Գոհար, ցույց է տալիս, որ ձեր հիվանդության հիմնական պատճառը դա թուղթուգիրն ու անեզքն է։ Ցույց է տալիս, որ վիրահատությունը կանցնի որոշակի բարդություններով, բայց սիրելի Գոհար, խորհուրդ եմ տալիս, վիրահատությունից հետո դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի այս իրավիճակը ավելի չբարձրանա, ավելի չշատանա, ավելի խնդիրների առաջ չկանգնեք, դուք կատարեք մաքրման գործողություն, մաքրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, սիրելի Գոհար, որպեսզի հետագայում այդ վիրահատությունները անընդհատ չշարունակվեն, անընդհատ դուք չկանգնեք վիրահատության առաջ։ Ցույց է տալիս, որ որոշակի բարդություններ կլինի, բայց
վիրահատությունից հետո դիմեք անպայման էքստրասենսի, որովհետև ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի և անեծքի պատճառն է։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Լորա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լորայի համար։ Սիրելի Լորա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչի մասին որ դուք հիմա երազում եք, սիրելի Լորա, ձեր երազանքները կատարվելու է, լինելու է անձնական երջանկություն, լինելու է երջանկություն, սիրելի Լորա։ Լիլիթ 52 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կատողումական անեծք չկա անձնական, ինչի վրա էլ դուք հիմնվում եք որպես անձնականի, դա այժմյան դրությամբ փլուզված է։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի լինի անձնական։ Այս անեծքը, այս մանկյան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք։ Նոր դրանից հետո դուք կհասկանաք, թե ինչ է երջանկությունը, ինչ է անձնական երջանկությունը։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ։ Վարդուի 57 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդու համար։ Վարդուի 57 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Վարդուի, ինչ-որ վախեր կա, որ դուք վախենում եք, որ չեք կարողանա այդ խնդիրներից դուրս գալ։ Խնդիրները և ֆինանսական ոլորտի հետ է կապված, նաև կա առողջական խնդիրներ, սիրելի Վարդուի։ Գիտեք ինչ, սիրելի Վարդուի, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը ձեզ կանգնեցրել է նման ֆինանսական պրոբլեմի առաջ, որը ձեզ կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ, որը ձեզանից խլել է, վերցրել է ձեր անձնական երջանկությունը։ Սիրելի Վարդուի, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի դուք այդ առողջական խնդիրների ավելի չպարտանան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոմական անեծքը ձեր վրայից մաքրեք և անձնական երջանկություն կլինի և ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Իզաբելա 46 տարեկան անձնական։ Իզաբելա 46 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար։ Կա խնդիրներ սիրելի Իզաբելա, կա վախեր, որ դուք նաև այդ անձնական իրավիճակից հաղթանակով դուրս չեք գալիս։ Գիտեք ինչ, սիրելի Իզաբելա, ձեր անձնականը փակված է, որովհետև ձեր անձնականի վրա կա կատարված մագիա, սև կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում։ Դուք լույսը թողնում եք, գնում եք խավար։ Սիրելի Իզաբելա, դուք չեք կարողանում այս նեգատիվի պատճառով ճիշտ ընտրություն կատարել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի անձնական։ Քանի կա այս նեգատիվը, ձեր անձնականը անընդհատ փլուզվելու է, դուք անընդհատ սխալ ընտրություններ եք կատարելու, դուք անընդհատ գնելու եք հոգեբանական այս խնդիրների մեջ։
Մակրվեք սիրելի Իզաբելա եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Էդգար 35 տարեկան ամսի 5-ին կգնաք ծառայության թե ոչ։ Էդգար 35 տարեկան Ընդհանրապես կգնաք ծառայության, ճիշտ է, ցույց է տալիս, որ չեք ցանկանում, բայց կգնաք ծառայության, մի կեր վախեցեք, այդ ծառայությունը կանցնի բարեհաջող, առանց որևէ խնդիրների, առանց որևէ պրոբլեմների։ Ուղղակի ցույց է տալիս, որ ֆինանսական խնդիրներ կա, ֆինանսական բարդություններ կա, բայց դա էլ ժամանակավոր է, սիրելի Էդգար, դուք կգնաք ծառայության։ Շնորհակալ եմ լայքերի համար։ Մհեր 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մհերի համար։ Սիրելի Մհեր, ձեր վրա կա մայրական ազգը ձեր փակված է, եթե դուք ուշադրություն դարձրած լինեք, եթե ունեք մուրակույրներ, մուրեղբայրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, ազգի մեջ թշնամություն, անտարբերություն, սիրելի Մհեր, այս նեգատիվը փակում է ձեր անձնականը, այս նեգատիվը փակում է ձեր ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս տոհմական անեծքի տակից, դուք դեռ երիտասարդ եք, ձեզ կլինի հաջողություն, ձեզ կլինի երջանկություն, բայց եթե չմակրվեք, սա ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է, դուք հենց հիմա այդ փլուզման իրավիճակի մեջ եք, չկա աշխատանք, չկա անձնական ինչ ձեռք տալիս, քանդվում է, սիրելի Մհեր, շնորհակալ եմ, Նարե 32 տարեկան անձնական, Նարե 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի համար։ Սիրելի Նարե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, անձնական բացակայում է, չկա անձնական տարօրինակ իրավիճակ է, հոգեբանական ընկճված վիճակ է, կա նաև 100% հոգեբանական խնդիրներ, դեպրեսիա, անքնություն, այս նեգատիվը բերում է խնդիրներ, սիրելի Նարե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, դուք դեռ երիտասարդ եք, անտեղի մի տարապեք, սիրելի Նարե, ձեզ չի տված տարապանք, ձեզ տված է երջանկություն, ուղղակի այս նեգատիվը ձեզանից խլում է ձեր երջանկությունը։ Շնորհակալ եմ։ Զարուհի 26 տարեկան անձնական կյանքում ինչ է սպասվում։ Զարուհի 26 տարեկան անձնական կյանքում ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Զարուհի, կա վախեր, որովհետև ձեր անձնական կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ դուք հիասթափված եք։ Սիրելի Զարուհի, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, բացակայում է։ Գիտեք ինչ, սիրելի Զարուհի, ցույց է տալիս, որ ձեր անձնական կյանքի մեջ պետք է լիներ հաջողություն, պետք է լիներ երջանկություն, բայց դա չկատարվեց։ Սիրելի Զարուհի, ցույց է տալիս, որ մի քվախեցեք։ Ճիշտ է, դուք տարօրինակ վախով եք լցված, որ ձեր անձնականը էլ չի լինի, բայց նման իրավիճակ չկա, դուք այս տարօրինակ իրավիճակից հաղթանակով դուրս կգաք եւ ձեր անձնական ոլորտում կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Վահե Լուսին կապ կլինի թե ոչ։ Վահե Լուսին կապ կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Վահե, սիրելի Լուսին։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր, որը բաժանում է ձեզ, եւ քանի կա այս թուղթուգիրն ու այս նեգատիվը, սիրելի Վահե, սիրելի Լուսին, միացում եւ կապ չի լինի, որբիսի լինի միացում, որբիսի լինի կապ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է որ լինի կապ։ Ժորա 40 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժորայի համար։ Ժորա 40 տարեկան։ Սիրելի Ժորա, ընդհանրապես ցույց է տալիս, որ կան խնդիրներ, բայց նաև կա հնարավորություն, հատկապես հաջողություն է լինելու ձեր ֆինանսական ոլորտում։ Դուք կարողանալու եք այդ խնդիրներից ազատվել, այդ խնդիրներից դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի Ռեբեկա, սիրելի, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ավելի ճիշտ կանխատեսում կատարել։ Մարիամ 27 տարեկան, անձնական։ Մարիամ 27 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Սիրելի Մարիամ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ռեբեկա Ադամ, կմիանաք թե ոչ։ Ռեբեկա Ադամ, միություն կլինի թե ոչ։ Սիրելի Ռեբեկա, սիրելի Ադամ, ձեր բաժանության պատճառը ձեր վրա կատարված թուղթուգիրն է, ձեր վրա կատարված մագիան է, որպեսզի լինի միացում, սիրելի Ռեբեկա, սիրելի Ադամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի միացում։ Սա ոչ միայն ձեր միացմանն է խանգարում, նաև անհատական ձեր կյանքի անձնական ոլորտն է փակում։ Մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի երջանկություն։ Հեղինե 29 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հեղինեի համար։ Հեղինե անձնական։ Սիրելի Հեղինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների։ Լիաննա 19 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Սիրելի Լիաննա, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ձեր հաջողությունը ստնական շրջանում լինելու է ֆինանսական, մասնագիտական աշխատանքային ոլորտում, դրանից հետո հաջողություն է լինելու նաեւ ձեր անձնական ոլորտում։
Սվետլանա 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Սվետլանա 24 տարեկան անձնական։ Սիրելի Սվետլանա, ձեր վրա կատողումական անեսք, ձեր անձնականը փլուզվեց, դուք գիտեք ինչ, դուք իրոք վախեր ունեք, որ ձեր անձնականը էլ չի ստացվի, որովհետև իրոք սիրելի Սվետլանա, ձեր անձնականի վրա կա նեգատիվ, դա ձեր հետ չի կապված, ձեր և հայրական և մայրական ազգը ամբողջովին նեգատիվի անեսքի տակ է, սիրելի Սվետլանա, ձեր անձնականի փլուզման պատճառը այս տոմական անեսքն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի հերթական փլուզումների առաջ չկանգնեք։ Աիդա 22 տարեկան գործնական անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 22 տարեկան գործնական անձնական, կա խնդիրներ սիրելի Աիդա, սիրելի Աիդա, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա թուղթուգիր կա, որի պատճառով ոչ գործնականն է գործնականի նման, ոչ էլ անձնականն է անձնականի նման, կա խնդիրներ, կա դժբախտություն, կա առողջական խնդիրներ, սիրելի Աիդա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը ձեր տան վրայից մաքրեք և անձնական երջանկություն կլինի և ֆինանսական հաջողություն կլինի, ձեր տան մեջ ոչ փողն է ոնց որ անբարաքյատ, ոչ էլ անձնական երջանկություն կա, սիրելի Աիդա։ Անահիտ 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 31 տարեկան անձնական, Անահիտ 31 տարեկան անձնական, սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, կան խնդիրներ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում ինչ երազանք որ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքը կատարվելու է, ձեր անձնական ոլորտում էլ է լինելու հաջողություն, ձեր ֆինանսական ոլորտում էլ է լինելու հաջողություն և հաղթանակներ, սիրելի Անահիտ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աշոտ 28 տարեկան ընդհանուր, Աշոտ 28 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշոտի համար։ Սիրելի Աշոտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և անձնական ոլորտում, և մասնագիտական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, հաջողություններ, հաղթանակներ, դուք ինչ երազանքներ որ ունեք, սիրելի Աշոտ, ձեր երազանքները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս։ Ագատա 21 տարեկան անձնական, Ագատա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ագատայի համար։ Սիրելի Ագատա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք որ ունեք, ձեր երազանքը կատարվելու է, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք շատ երջանիկ երկար կյանք եք ապրելու։ Սվետլանա 51 տարեկան ընտանեկան, Սվետլանա 51 տարեկան ընտանեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Կա խնդիրներ սիրելի Սվետլանա, և ֆինանսական, և անձնական ոլորտում,
կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի վախեցեք, դուք այդ դժվարություններից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, նեղությունը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում եւ ձեր ընտանիքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի Սվետլանա, շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Աննա 35 տարեկան, ձեր նպատակները կիրականանան, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Ընդհանրապես սիրելի Աննա, ձեր ընտանիքի մեջ նեգատիվ կա, որը քանդում է ամեն ինչ, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, ինչ-որ ձևով պայքարում եք այդ նեգատիվի դեմ, բայց հետագայում չեք կարողանա։ Սիրելի Աննա, որպեսզի ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվեն, որպեսզի ձեր ընտանիքի մեջ լինի երջանկություն, լինի հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս նեգատիվը ձեր ընտանիքից վերացրեք, մաքրեք, նոր դրանից հետո դուք կտեսնեք, թե ինչպես ձեր նպատակներն ու երազանքները կիրականանան։ Իսկ քանի կա այս նեգատիվը ինքը կամաց ամեն ինչի առաջ փակում է, ամեն ինչի առաջ։ Արայիկ 41 տարեկան, ֆինանսական, Արայիկ 41 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար։ Արայիկ 41 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ սիրելի Արայիկ, կա խնդիրներ ֆինանսական, պետական դռների հետ, կա խնդիրներ նաև ձեր անձնական ոլորտում, սիրելի Արայիկ, ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ, ցանկանում եք այդ խնդիրներից ձերբազատվել, որովհետև զգում եք, որքան եք գնում, այնքան վատանում է վիճակը։ Գիտեք ինչ, սիրելի Արայիկ, իրոք ձեր մոտ մեկը երկուս չի դառնում, իրոք ձեր անձնականն էլ է փակված։ Սիրելի Արայիկ, ձեր վրա կա անձնական մագիա, կա անձնական թուղթուգիր, որը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր ֆինանսականն է փակում։ Անտեղի աննպատակ ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Աննա 26 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 26 տարեկան, անձնական, կա խնդիրներ սիրելի Աննա։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, քանդում է այս նեգատիվը, կա հոգեբանական խնդիրներ, դուք հենց հիմա սիրելի Աննա, հերթական անձնական ոլորտի մեջ ֆիասկոյի առաջ եք կանգնած, մաքրվեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ, Հեղինե 21 տարեկան, ընտանեկան, Հեղինե 21 տարեկան, ընտանեկան, Հերմինե 21 տարեկան,
ընտանեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա խնդիրներ սիրելի Հերմինե, բայց մի վախեցեք սիրելի Հերմինե, դուք եւ անձնական եւ գործնական ոլորտի հետ կապված բոլոր խնդիրներից էլ հաղթանակած դուրս եք գալիս, ձեր ընտանիքի մեջ, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, լինելու է սեր, լինելու է երջանկություն։ Շնորհակալ եմ։ Անի 43 տարեկան ֆինանսական։ Անի 43 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Կա խնդիրներ սիրելի Անի։ Գիտեք ինչ սիրելի Անի, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա թուղթուղիր։ Ոչ միայն ֆինանսականն է փակված, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է խնդիրներ ու պրոբլեմներ կան։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագյան ձեր վրայից մաքրեք, եւ ֆինանսական հաջողություններ կլինի, եւ անձնական երջանկություններ կլինի, ընդհանրապես ձեր կյանքում մեջ անընդհատ պրոբլեմներ են։ Մաքրեք այս նեգատիվից, որպեսզի դուք ձեր կյանքի մեջ երջանկություն հասկանաք, երջանկություն ստանաք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, Կոհար 36 տարեկան, ընդհանուր, Կոհար 36 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, ոնց որ ձեր անձնականը ամբողջովին քնած վիճակում լինի։ Այո, ձեր անձնականը քնած է, ձեր անձնականը այն չի, ինչ որ ձեզ համար ճակատագրով նախատեսված է։ Գիտեք ինչ սիրելի Կոհար, նաև գործնական ոլորտում կա խնդիրներ, ամեն ինչ գլխի վրա դարած է։ Գիտեք ինչ սիրելի Կոհար, ճիշտ է խնդիրներ կա, ճիշտ է պրոբլեմներ կա, ճիշտ է վախեր կա, բայց մի վախեցեք եւ ձեր ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Խնդիրն ու պրոբլեմը կթողնեք անցյալում, հաջողության ժամանակահատված է բացվում սիրելի Կոհար։ Խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս կգաք։ Հասմիկ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 29 տարեկան։ Սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է երջանկություն, լինելու է հաջողություն, հաջողություն է ցույց տալիս սիրելի Հասմիկ, հաջողություններ, հաղթանակների հետևից, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս սիրելի Հասմիկ։ Աննա Հարութ, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Աննա Հարութ։ Սիրելի Աննա, սիրելի Հարութ, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր վրա կա կախարդանք, որը բերել կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ։ Այս կախարդանքը հնարավոր է նաև ձեր անձնական երջանկության վրա ազդի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի չլինի բաժանում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։
Շատ շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Նարինե Արտյոմ, ինչ է սպասվում։ Նարինե Արտյոմ, ինչ է սպասվում։ Սիրելի Նարինե, սիրելի Արտյոմ, հաջողություն է սպասվում։ Եթե խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից հնարավորություն եք ունենալու հաղթանակով դուրս գալ։ Դուք այդ պրոբլեմներից եք հաղթանակով դուրս գալ, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է սպասվում։ Շնորհակալ եմ, որ հղիացել եք, Աստված թող ձեր հետ լինի։ Շնորհակալ եմ, սիրելիներս։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Վահագ, 25 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահագի համար։ Վահագ, 25 տարեկան։ Սիրելի Վահագ, ձեր անձնական կյանքի մեջ որոշակի խնդիրներ է առաջ եկել, մի վախեցեք, ճիշտ է խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս ձեր կյանքի մեջ, հատկապես անձնական կյանքի մեջ, սիրելի Վահագ, լինելու է երջանկություն, լինելու է սեր ու միություն։ Ուղղակի ձեր կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ դուք վախենում եք, որ անձնական երջանկություն չեք ունենա, ոչ սիրելի Վահագ, դուք եւ անձնական երջանկություն եք ունենալու եւ ֆինանսական հաջողություններ եք ունենալու։ Շնորհակալ եմ։ Աննա, 18 տարեկան, անձնական։ Աննա, 18 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Աննա, ոնց որ ձեր անձնական ոլորտում խնդիրներ եղավ, դուք վախենում եք, մի վախեցեք, սիրելի Աննա, դուք լինելու եք երջանիկ, ձեր անձնական կյանքի մեջ լինելու է երջանկություն, ինչ երազանք որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները կատարվելու է։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Էլիզա, 42 տարեկան, անձնական։ Էլիզա, 42 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլիզայի համար։ Սիրելի Էլիզա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է դուք ինչ երազանք որ ունեք, սիրելի Էլիզա, դրանք կատարվելու են, խնդիրներ, պրոբլեմներ թողնում եք անցյալում, ձեր դեմ հատկապես անձնական ոլորտում լինելու է հաջողություն, մտնելու է երջանկություն։ Երջանկություն է ցույց տալիս, սիրելի Էլիզա, շնորհակալ եմ։ Օֆելիա, 38 տարեկան, անձնական։ Օֆելիա, 38 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Օֆելիայի համար։ Սիրելի Օֆելիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Սիրելի Էլիզա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք։ Սա ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ, Սատենիկ, 55 տարեկան, անձնական։
Սաթենիկ 55 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սաթենիկի համար։ Սիրելի Սաթենիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, պրոբլեմներից Աստծո կամքով դուրս գալու, հաջողություն է ցույց տալիս սիրելի Սաթենիկ։ Շնորհակալ եմ։ Քրիստինե 23 տարեկան անձնական։ Քրիստինե 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է ամուսնություն ու երջանիկ ամուսնություն, ինչ երազանք նպատակ էլ որ ունեք, դրանք կատարվելու են, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, շատ մոտ ժամանակահատվածում լինելու է ամուսնություն։ Շնորհակալ եմ, վաչե 27 տարեկան, տուն կգնեք այս տարի, թե ոչ, վաչե 27 տարեկան։ Այո, սիրելի վաչե, դուք այս տարի տուն կգնեք, տուն գնելու հնարավորություն կունենաք, մեծ աշկալուսանք է ցույց տալիս, մեծ ուրախություն է ցույց տալիս։ Այո, դուք այդ հնարավորությունը կունենաք, սիրելի վաչե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Մայրամ 41 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 41 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուդիր, ձեր վրա կա տոհմական անեծք եւ կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, սիրելի Մայրամ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, գրում եք ձեր անունները, ձեր տարիքը, ձեր հարցը։ Սարգիս 27 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս 27 տարեկան, անձնական։ Սիրելի Սարգիս, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Զուրաբ 33 տարեկան, անձնական։ Զուրաբ 33 տարեկան, անձնական։
Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Արփինե Արթուր, ինչ է սպասվում։ Արփինե Արթուր, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Արփինե, սիրելի Արթուր, բայց մի քվախեցեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, դուք այդ խնդիրներից էլ, բարդություններից էլ հաղթանակով դուրս եք գալիս, ձեզ հաջողություն է սպասվում, ձեզ հաղթանակներ է սպասվում։ Զուրաբ 33 տարեկան անձնական, Զուրաբ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զուրաբի համար։ Զուրաբ 33 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Զուրաբ։ Սիրելի Զուրաբ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդան, որի պատճառով ձեր անձնականը քանի գնում ավելի է փակվում, չի ստացվում, չի կատարվում։ Սիրելի Զուրաբ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Սիրելիներս, ուղիղ եթերի ժամանակ մի կզանգեք։ Ժաննա 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Ժաննա 40 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Ժաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում կտրուկ շրջադարձ է լինելու դեպի լավը, ինչ երազանք որ ունեք, սիրելի Ժաննա, ձեր երազանքը կատարվելու է։ Կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Լենա 27 տարեկան անձնական, Լենա 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լենայի համար։ Սիրելի Լենա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք որ ունես, ինչի մասին որ երազում ես, ձեր երազանքը կատարվելու է։ Շնորհակալ եմ։ Համիկ Քոհար, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համիկի և Քոհարի համար։ Համիկ Քոհար անձնական, սիրելի Համիկ, սիրելի Քոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա գիր, որի պատճառով ձեր անձնականը փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Սա անձնական չի, սա անձնականի տնազ է, սա անձնականի ծաղր է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրա այս մաքրեք, որպեսզի լինի երջանկություն։ Ձեր երկուսի վրա թուղթուգիր է արած, որի պատճառով փլուզվում է ամեն ինչ, սիրելի Համիկ։ Քրիստինե 47 տարեկան, ինչ է սպասվում։ Քրիստինե 47 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, հաջողություն է սպասվում և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, հաջողություններ։ Գիտեք ինչ, կան խնդիրներ, բայց սիրելի Քրիստինե, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս,
պաշտճագատ, հաղթանակած, խնդիրն ու պրոբլեմը թողնում եք անցյալում և ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ, աղունիկ 33 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի աղունիկի համար, աղունիկ 33 տարեկան ընդհանուր։ Սիրելի աղունիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի աղունիկ, Անգելինա 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անգելինայի համար, Անգելինա։ Սիրելի Անգելինա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ինչի մասին որ դուք երազում եք, ձեր երազանքը կատարվելու է։ Ինչի մասին որ դուք երազում եք, ձեր երազանքը կատարվելու է։ Ձիանա 25 տարեկան ընդհանուր, Ձիանա 25 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Ձիանա, ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ։ Գիտեք ինչ, սիրելի Ձիանա, դուք այդ խնդիրներից ցանկանում եք դուրս գալ, բայց նորից գնում եք խնդիրների մեջ։ Գիտեք ինչ, սիրելի Ձիանա, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա տոհմական անեծք։ Դուք անընդհատ խնդիրների ու պրոբլեմների մեջ եք։ Ցանկանում եք ձեր սեփական ուժերով այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս գալ, բայց ընդհակառակը մի քայլ անելուց հետո 10 քայլ էլ հետ եք գնում։ Սիրելի Ձիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն, որպեսզի ձեր վազքը չլինի ավարտություն։ Շնորհակալ եմ։ Ձեր անունները գրում եք ամբողջական, որպեսզի ես կարողանամ պատասխանել։ Արմինե Աշտակ, տուն կվերադառնա թե ոչ, Արմինե Արտակ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ թուղթուգիր կա ձեր վրա, դրա պատճառով էլ տուն չի վերադառնա։ Որպեսզի վերադարձ լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապը, այս կախարդանքը, այս մագիան ձեր երկուսի վրայից մաքրեք, նոր հնարավոր է վերադարձ լինի։ Գիրք կա, կապ կա, որը թույլ չի տալիս, որ այդ վերադարձը լինի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Թամարա 42 տարեկան անձնական, Թամարա 42 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Թամարա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ոչ միայն ձեր անձնականը, փակում է և ձեր գործնականը, դուք ձեր տեղը չեք գտնում, ոնց որ կորած լինեք, սիրելի Թամարա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի դուք ձեր անձնականը գտնեք, որպեսզի դուք ձեր հաջողությունը գտնեք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Լիանա 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար, Լիանա 30 տարեկան անձնական,
Սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, ում հետ դուք երջանիկ եւ երկար կյանք եք ունենալու։ Սիրելի Լիանա, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արթուր 33 տարեկան, անձնական ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 33 տարեկան, անձնական ապագա։ Սիրելի Արթուր, կա խնդիրներ եւ անձնական ոլորտի հետ կապված եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, ոնց որ ամեն ինչ քխի վրա թարած լինի։ Գիտեք ինչ, աշխատանքի դիմաց վարձատրություն չկա, անձնական երջանկություն չկա։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը ամեն ինչ փակում է։ Ոչ ձեր անձնականն է անձնականի նման, ոչ ձեր կուրսնականն է կուրսնականի նման, ոչ էլ ձեր ապագան է ապագայի նման։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի ապագա։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները դարձրել է ոչինչ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մայրամ 23 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 23 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Մայրամ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ։ Դուք եթե նույնիսկ պրոբլեմներ եկա, դուք այդ պրոբլեմներից հաղթանակած դուրս եք գալիս, երջանկություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մարութ 26 տարեկան, անձնական։ Մարութ 26 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարութի համար։ Մարութ 26 տարեկան, անձնական։ Սիրելի Մարութ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր անձնականը ամբողջովին փլուզում է։ Սիրելի Մարութ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի անընդհատ փլատակների տակ չմնաք, սիրելի Մարութ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Да, дорогие мои, вы по-русски тоже можете давать ваши вопросы, я буду отвечать на русском. Да, можете. Хочу я рисунок. Хочу